ոնց ընթացք եղավ, ոնց լսեցիք, ոնց ընդունեցիք, ոնց հավատքով վերցրեցիք, մի կարճ ասեք մեզ։ Ինչու եմ ուզեցել, որ քույրս վկայի, եւ ինչու քույրս ուզեց, որ ինքը վկայի, որտեվ քրոջս ցանկություններ։ Ովքեր նայում են մեզ, ովքեր էստեղ են, քո պատմությունը կարող է 15 տարին է, կամ 5 տարին է, կամ 25։ Արդեն երկրորդ դեպքն եմ լսում 20 թե 21 տարի հետո զավակ է ծնվում։ Աստված հավատարիմ է։ Ասում եմ, ես ծնվել եմ, ահա, հալելույա։ Ես շատ երկար տարիներ երեխա չեմ ունեցել եւ շատ պայքարել եմ երեխայի համար, ընդհուպ մինչև էկոները եւ Աստծո հետ եմ պայքարել, միայն չեմ պայքարել։ Եվ լսելով Կարեն եղբոր քարոզները, մեկ անգամ ես այստեղ եղել եմ 3 տարի առաջ, բայց ընդհանրապես ես օնլայն եմ ձեզ լսում։ Լսելով Կարեն եղբոր ծառայությունը, վերջին անգամ էր, որ ես արդեն ձեռքերս լվացել մեկ կողմ էի դրել եւ չէի ուզում գնալ, որովհետեւ մտածում էի Աստված չի ուզում, ինչի դեմ գնամ Աստծուն, եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։ Բայց դուք ինձ խոսք հղեցիք, ասեցիք անպտղության համար, ովքեր աղոթում են անպտղության համար, մինչև նոր տարի կհղիանան եւ կունենան արու զավակ։ Խնդրեմ, պատասխանը։ Խնդրեմ, եւ Կարեն եղբոր ոչ միայն սա այս խոսքն է Կարեն եղբոր հստակ կատարվել։ Շատ խոսքեր կատարվել են իմ կյանքում, Կարեն եղբոր խոսքերից, եւ ոչ միայն իմ կյանքում, այլ իմ քույրերի կյանքում։ Ձեր խոսքը շատ մեծ ուժ ունի, Կարեն եղբոր։ Աստծո կողմից է դա, ես 100%, 200% դա ասում եմ։ Եվ ես մեր քույրերին կհորդորեմ, թե խորհուրդ կտամ, չկոտրվել, գնացեք մինչև վերջ։ Ես անապատով եմ անցել, բայց չեմ հանձնվել։ Ես չեմ չարացել Աստծո դեմ, ես կորցրել եմ 17 շաբաթական երեխա երկար տարիներից հետո, բայց ես չեմ չարացել Աստծո դեմ։ Ինձ ուղարկում էին հոգեբանի մոտ, բայց ես ասում եի ոչ, իմ հոգեբանը Աստվածն է։ Թող Տեր, խնդրում եի միայն ինձ արժանապատիվ անցկացրու այս ճանապարհում, միայն, եւ ես ջանք եմ արել, որ իմ անձը շիտակ կանգնացնեմ իր առջև, եւ իմ քույրերին էլ հորդորում եմ, որ ոչ միայն հավատակ, այլ վստահ գնաք Աստծով այս ճանապարհը, չհանձնվեք, 100% ունենալու եք երեխա։